մեկի մոտ այս տպավորությունը, որ ես շնորհավորել եմ իմ երկրորդ ծնողին։ Փոքր ժամանակից ինձ թվում է բոլորիս համար մեր ուսուցիչները եղել են որպես մեր ծնողներ եւ ոչ միայն մեզ կրթություն են տվել, այլ նաեւ դաստիարակություն։ Եվ մեզանում մարդ են կրթել ամենակարևորը, ամենակարևոր հատկանիշը եւ երկրորդը նոր տվել ուսում։ Ես սրտանց շնորհավորում եմ ձեզ եւ նաեւ ինչ եմ ուզում կարևորեմ, իրականում դա այդպես է, որ այսօր մեր կառավարությունը շատ մեծ դեր է տալի կրթությանը։ Դրա փաստերից դուք վստահ կարող եք տեսնել մեր համայնքում։ Այս բարեդրությամբ 5 մեծ նոր դպրոցներ են կառուցվում Ճոճկանում, Աքորիում, Սանային գյուղում, Օձունում եւ Արևածագում։ Վերջերս էլ շահագործման է հանձնվել Հագրու դպրոցը, մեր ուժը թե համայնքի, թե պետության միանշանակ եւ աներկբա է իրականում, որ կրթությունն է մեր ուժը, կրթությունն է, որ հետագայում մեր սերունդները կարողանում են կառուցել ուժեղ Հայաստան, ամուր Հայաստան եւ դրանով ապահովել Հայաստանի Հանրապետության հարատևություն։ Եվ պետության կողմից այս քաղաքականությունը շարունակական է, դա նաև վերաբերում է բնականաբար մեր մանկապարտեզներին։ Մանկապարտեզների կառուցման, վերակառուցման մեջ ներգրաված է նաև համայնքը, համատեղ կառավարության ֆինանսավորման։ Սա է պետության կողմից այն ամենաանելիքը, որը պիտի արվի կրթությունը զարգացնելու համար։ Եվ ես վստահ եմ, որ դուք ջանքի եռան չեք խնայի մեր երեխաներին ճիշտ դաստիարակելու, լավ կրթություն տալու եւ որպես ձեր երեխաներ ընդունել։ Եվս մեկ անգամ բոլորիդ շնորհավորում եմ սրտանց, ցանկանում եմ ձեզ ամենակարևորը պինդ առողջություն, պինդ ներվեր, որպեսզի կարողանաք մեր երեխաներին դիմանալ, մանավանդ չարաճճիներին։ Եվ ամենալավն ու բարին, ես ձեզ շատ սիրում եմ սիրելի ուսուցիչներ, ամենալավն ու բարին։ Սիրով, ջերմությամբ, մեծ հպարտությամբ շնորհավորում եմ բոլորիս այս լուսավոր տոնի կապակցությամբ։ Ուսուցիչը լոկ պաշտոն չէ, լոկ զբաղմունք չէ։ Ուսուցիչը առաքելություն է եւ ծնվում են ուսուցիչ։ Ես էլ ձեզ հետ միասին երկար տարիներ կրթել եմ սերունդներ, դասյարակել, հույս ունենալով, որ հետագայում այդ սերունդը պետք է կառուցի մեր ապագան։ Շնորհավորում եմ բոլորիս։ Ձեր ամենօրյա տքնաջան աշխատանքի արդյունքները դուք քաղում եք հետագայում։ Այս տոնը ոչ միայն շնորհակալության արտահայտության, այլ ձեր կատարած աշխատանքի համար, այլև վստահության ու հարգանքի խորհրդանիշ է ձեր նվիրական առաքելության հանդեպ։ Ուսուցիչ լինելը պարզապես մասնագիտություն չէ։ Դա կոչվում է պարտականություն եւ առաքելություն։ Դուք գիտելիք եք տալիս, բայց միաժամանակ սերմանում եք սեր դեպի հայրենիք, մարդասիրություն եւ բարձրագույն արժեքներ։ Ձեր ջանքերի շնորհիվ սերունդները դառնում են գիտակից, հայրենասեր եւ պատասխանատու քաղաքացիներ։